Բարև ձեզ, սա օրվա թեման է, իմ այսօրվա հյուրը գեղանկարիչ Արմեն Թորոս Բոյախչյանն է, բարև ձեզ, պարոն Բոյախչյան։ Բարև ձեզ։ Պարոն Բոյախչյան, Հայաստանում որքան մոտենում են ընտրությունները, այդքան քաղաքական, այսպես ասենք, իրադարձությունները ավելի են թեժանում։ Նախ սկսենք այդ հոգևորականներ իշխանություն այս առճակատումից, այս ճգնաժամից, որը գնալով օրորի խորանում, ընդհանրապես չգիտեմ, գուցե ես չեմ նկատում, բայց արդյոք մտավորականությունը այս ճգնաժամում այդքան էլ շատ չի խառնում, այդքան էլ շատ չի փորձում տեսակետ կարծիք հայտնել։ Դուք օրինակ ոնց կմեկնաբանեք որպես մտավորական, որպես արվեստագետ։ Ինքը շատ նուրբ թեմա է, որովհետև մեր ինքնությունը, մեր 1700-ամյա քրիստոնյա լինելու այդ փաստը ինքը շատ նուրբ թեմա է։ Եվ հոգևոր ոլորտը ինքը ես չի ուզենա որ այսպես լիներ, բայց քանի որ այսպես է ստացվել, նա պետք է հասկանանք ինչու՞մն է բանը, ինչ պատճառը։ Ինչի է այսպես ստացվել, հանկարծ հոգևորականները ուրեմն որոշ քաղաքական ուժերի նկատմամբ ինչ որ տես ընդդիմանում են եւ որոշներին այսպես ինչ որ համակրանք են հայտնում։ Մենք բոլորս գիտենք, որ ուժերին են իրանք համակրում եւ որ ինչու՞մ է բանը, նախ ինչ է նշանակում եկեղեցին խառնվի քաղաքականությանը։ Եկեղեցին պետք է լինի հոգևոր դաշտում, ծառայի հոգևոր մշակույթին, այո, եւ դրանից բխում բոլոր հետևանքներով։ Բայց այդ այնիշ տեսնում ենք, որ ինչով ասես զբաղված են, բացի հոգևոր դաշտից, հոգևոր Եվ դրա պատուղներն էլ եք մենք այսօր տեսնում։ Լավ, ինչևից է, փորձենք հասկանանք, լավ, այս մարդիկ այդ ոնց է եղել, որ հանկարծ իրանք այդ հոգևորը թողած ընկել են քաղաքական բանի հետևից։ Չէ, հեշտ է, էլի ասենք այդ սքեմը բանը ստանդարտի ուրիշ խորհուրդ ունի։ Երբ որ սովետական տարիներն էր, սովետական տարիներին այդ եկեղեցիների էին քանդում, այդ աթեիստական մի շրջան էր, հա, հիշում եք։ Եվ եկեղեցի շատ լավ օգտագործվեց սովետի KGB-ի կողմից։ Այնտեղ իրանք ներդրեցին իրենց գործակալական ցանցը եւ այդ ամեն ինչը աշխատում էր իրենց համար։ Նորություն չեմ ասում, եւ իհարկե սովետ գոյություն չունի, բայց այդ կառույցը իներցիայով աշխատում է։ Սայստրայդ մենք դի հաշվի նստենք։ Շատ կուզենայի, որ լյուստրացիա տեղ ունենար, ոնց որ տեղ ունեցել, ասենք, մեծ բալթյան երկրներում, հա, այն երկրներում, որտեղ իրանք թոթափեցին այդ սովետի լուծը, իրանք արեցին այդ լյուստրացիան, որ հասկանանք, ով ումիցա, վերջը եւ այլն։ Հա, ու մի կարևոր բան, ուրեմն, որպեսզի հոգևոր դաշտը լինի կառավարելի, այսինքն նրանց այնտեղ մաքուր մարդ պետք չի։ Դրա համար ասենք կարող է քաթխիկոց ունենա, չգիտեմ, կին, երեխաներ, ինչ որ կարգով այդպես պիտի չլինի։ Բայց թույլ է տրվել այդ հատուկ ուժերի կողմից, որ իրենք կառավարելի լինեն, որ երբ պետք լինի իրանց վրա ահագին այդ կոմպրոմատներ բան, հա, կառավարելի է, դա ուժը լծակա։ Հիմա ինչ ենք ուզում, մենք ուզում ենք, որ զտվի, մաքրվի, հոգևորը լինի հոգևոր։ Եթե հոգևորը իր տեղում չի, ոչ մի բան էլ իր տեղում չի։ Սա ես այս միտքը շատ վաղուց եմ հանգել այս մտքին, դեռ շատ տարիներ առաջ, երբ որ ինքս ցավոք սրտի, ուրեմն առնչվեցի այդ հոգևոր դաշտի, ուրեմն հաճ մի իրողության հետ առնչվեցի։ Անձամբ մաշկի վրա զգացել եմ, թե Պարոն Բոյախչյան, ասում եք պետք է զտվի մաքրվի այս ոլորտը բնականաբար, ինչպես։ Արդյոք այն ճանապարհը, որ այսօր ընտրվել է, նկատի ունեմ, որ իշխանությունը պահանջում է կաթողիկոսի հրաժարական, ոչ միայն կաթողիկոսի, այլ նաև շատ հոգևորականների, ովքեր այսպես ասենք խախտել են եկեղեցական կամ հոգևոր կարգերը, ինչպես պետք է զտվի ըստ ձեզ։
Արդյոք պետք է աշխարհիկ մարդիկ խառնվեն այդ գործընթացի մեջ, պետք է Ես որպես աշխարհիկ մարդ, որը որ ինձ համարում եմ հայ առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ, հա, ես իրավունք ունեմ իմանամ իմ այդ օտյալը, ով որ ինքը կոչված է հոգևոր խորհուրդ տալու, չգիտեմ, ընդեղ ինձ օրինակ ծառայելու, թե ես որպես հոգևոր հայ քրիստոնյա ինչպիսին պետք է լինեմ, հա, ինքը չէ, մենք ումից պետք է մենք օրինակ վերցնենք։ Իրանք եթե իրենք հոգևորակ, այսինքն գիտեք, իմ մոտ մի հատ տպավորություն է, որ հոգևորականը ինքը մի հատ դեր աստանձնել իր վրա, բարձրանախորան, վարագույրը բացվեց, արեց այդ դիսակարգը գերազանց, արեց այդ քարոզը գերազանց, որից հետո ինքը ազատ է։ Ինքը ազատ է, ինքը աշխարհիկից էլ աշխարհիկ կարա լինի, եւ այլն։ Մենք բոլորս էլ այս ամեն ինչին տեսել ենք, էլի գիտենք այդ Յաշիկ բանը, Յաշիկա Բենթլի, չգիտեմ ինչ, դրանք են մականներ ունեն։ Յաշիկա Աշակը, չգիտեմ, Բենթլի, եսիմով, մյուսը։ Այս նախ եւ առաջ լսեք զորով որն է, թող իրանց մի հատ հաշիվ տան, այս ժողովուրդը ինչի է ընդվզում, ինչի է դու առանց կրակ ծուխ չի լինում։ Լավ, իրանք ներկայացնում են, որ սա հակա եկեղեցական ինչ-որ բան է, իրանք զոհի կարգավիճակում են, վայ, հա, բանը, նույնիսկ թուրքը այսպեսի բան չի արել, այս ինչ են անում, բան, լսեք, մի հատ ձեզ հաշիվ տվեք, այս ժողովուրդը խոր չի, էլի տեսնում ես ամեն ինչը, տեսնում է ձեր պահվածքը, ձեր նյութապաշտ լինելը, ձեր այդ սկսած կաթողիկոսից, իր այդ հակումը նյութի նկատմամբ, չեմ ուզում էլի շատ բան անեմ, որովհետև վերջը իրանք պետք է ապաշխարեն, իրանք պետք է հասկանան, որ Աստված կա, ոչ թե իրանք որպես գաղափար ընդունեն Աստծուն, հրաշալի գաղափար է, չէ՞, Աստծու մասին այդպես խոսալը որպես գաղափար, բայց իրանք հավատում են կենթանի Աստծուն։ Բայց եթե հավատում են, չեն վախենում այս իրանք արած հակաքրիստոնեական այդ քայլերից։ Իրանք ամենամեծ վնասը իրանք են տվել հայ առաքելական եկեղեցուն։ Իրանք էս վերաբերմունքով, պահվածքով, ինձ համար սրբոցը դա պետությունն է, եւ պետականությունը։ Ինչ է նշանակում, լսեք, ես չգիտեմ էլի, ես ոնց դի կարգավորել, թող այդ դեպքում ես ոնց եմ հասկանում, այս ինստիտուտ է, որը պիտի ոնց որ մնացած ինստիտուտները, հոգևոր ինստիտուտներ, թող աշխատավարձ ստանան, չգիտեմ, մի ձև կանոնակարգվի, այս մարդիկ ի վերջո տուն են պահում, ոչ թե ասենք մտածեմ, բա ես ոնց տուն պահեմ։ Թող աշխատավարձով գնան իրանց գործը անեն։ Հա, եթե բանա, այդ խանգարումը, որ իրանք ասում են, ոչ մի տղամարդ առանցքին չի կարա մի ամիս, երկու ամիս ապրել, շատ լավ, եթե դա հենց, հա, եթե այդ դիրքերից եք մոտենում, մի հատ օրենք ընդունեք, այդ էլ փոխեք, որտեղ մենք այդքան շատ չենք, էլի 3 միլիոն բնակչություն ունենք, հայ ենք, կուզենամ, որ մենք շատանանք, էլի սերունդ տանք, ինչ եք այդ մարդկանց արգելում սերունդ ունենալու։ Ումեն ինչ-որ բան փոխեք ձեր օրենքների մեջ, որ նորմալ լինի, ոչ թե ըստ օրենքի իրանք պետքա պահեցողությամբ մոտենան, բայց իրականության մեջ իրանք ինչ պահեցողություն, ինչ բան։ Սա է, որ մարդուն բան անում էլի, դնում է փաստի առաջ, ասում եմ դու ինչ հոգևորական ես, ոնց հետևեմ քո օրինակին, ախր դու ինձանից ավելի աշխարհիկ ես։ Սա է։ Պարոն Բոյախչյան, անդիմադիրները իշխանությանը մեղադրում են նաև այն բանի համար, որ ըստ իրենց իշխանությունները փորձում են, այսպես ասենք, չեզոքացնել կամ ասպարեզից հանել այն գործիչներին, որոնք ավելի շատ են ընդդիմախոսում կամ քննադատում իշխանություններին։ Արդյոք նման բան կա եւ ձեր կարծիքով ինչի են իշխանությունները ձերբակալում ընդդիմադիր համայնքապետերին, խոսքը Գյումրու
քաղաքապետի մասին է։ Ընդդիմադիրները պնդում են, որ այդ գործիչները ձերբակալվում են իշխանության պատվերով իրենց հակաիշխանական խոսույթի քարոզի համար։ Այն Մասիսի քաղաքապետն է, որ մեքենայով քշում էր ժողովրդի վրա։ Ցույցերի ժամանակ Շատ լավ հիշում եմ, հա։ Եվ դե պարզ է արդեն այդ կատեգորիան ինձ համար պարզ է։ Ինչ ասեմ, ցավում եմ իրանց հոգեվիճակով, իրանց հոգեկերտվածքով, իրանց մտածելակերպով, իրանք այդպես էլ ուրեմն Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի իրանք չեն ուզում դառնան կամ չեն ուզում իրանց նպատակը ուրիշ է։ Իրանց նպատակը ուրեմն նախ պղտոր ջրում ձուկ որսալն է, իրանց մեթոդ իրանց ձևով, ասենք ասեմ, պղտոր ջրում ձուկ որսալն է, մարդկանց ապակողնորոշել, հա, որտեղ այս ինֆորմացիայի դարում դեզինֆորմացիան, ինֆորմացիան զուգահեռ գնում է, այսինքն մենք այնքան մեդիա գրագետ պետք է լինենք, որ թաթը չորից տարբերենք։ Իսկ իրանք համար մեր դա դաշտ է բացվել, ասում է դե հոսքի ազատություն է, ինչ կուզեմ կասեմ, բայց դուք իմ ասած մտքի համար լսեք, եթե դուք քո ասած միտքը հակապետական է, ինքը վտանգ է ներկայացնում, ինքը դու խոսում ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ։ Դու տենց բաները ասելուց առաջ մի հատ հաշվես տալ, ոչ ինչ ես ասում դու։ Հետո ինչի լավ կամ ասենք համապատասխան մարմինները, որ գալիս են ինչ որ կոնկրետ բանի հետևից։ Ես հեռեմ այն մտքից, որ ԱԱԾ-ն միամիտ է էլի գալիս, չէ, ունեն շատ լուրջ փաստարկներ, 100 չէ, 200%-ով ունեն այդ փաստարկները իրանք արդեն բավական երկար ժամանակ, այսպես ասած, իրանք աչքի առաջ է, իրանք հետևում են, բան, հետո գալիս են արդեն փաստացի իրանք արդեն կանգնում են փաստի առաջ։ Դրա համար քաղաքապետ կլինի, մարզպետ կլինի, չգիտեմ, այդ ընդդիմադիր դաշտից ով կլինի, Վարդանիկը կլինի, այդ Վարդանիկը չէր, որ ասում էր, ով լատեսին չէր ասում, ասում է, ով ռուսի հետ չի, նա շան տղա է, թե ինչ է, թուրք շան տղա է։ Դե իրանք մարմնացումն է, այ Վարդանիկը իրանք մարմնացումն է, ամբողջ այդ ընդդիմադիր դաշտի։ Լավագույն այսպես կերպար։ Հիմա ինչ ասենք այդ Վարդանիկին ով է լուրջ ընդունում, իմ գողական է, քրիստոնյա, իմ չգիտեմ, հավատացյալ է, կոմունիստ է։ Էդ է իրանց կերպարը։ Հիմա ասենք կաշառքի վրա բռնել են, թե ինչ քաղաքական հայտապնդում։ Պարոն Բաղջյան, մեր մոտ կա նմանություն 37 թվի հետ, որ ընդդիմադիրները միշտ պնդում են, թե 37 թիվն է, ստալինյան ժամանակներն է, ճնշում են ընդդիմադիրներին, իրենց որ լսես բանտերը լցված են, այսպես ասած, քաղաքական բանտարկյալներով, խոսքի ազատությունն է սահմանափակվում, այդպես խոսքի ազատությունն է սահմանափակվում, ոնց նայում ես, այդ լրատվամիջոցները, իրաց մեդիաները, բան ամեն մեկը իրաց մի լրատվամիջոց, կայքերով, բաներով, այդ որտեղից է ֆինանսավորումը դե Աստված գիտի, դուք գիտենք որտեղից է ֆինանսավորվում։ Հա, ոչ մի բանով սահմանափակված չեն, ուզում են հանրահավաքան անում են, այդ էլ ենք տեսնում, ով է իրանց խոչընդոտ հանդիսանում։ Հա, իրանց ձևերով, իրանց մեթոդներով։ Ձեզ ինչ ասեմ, այդ իրանց ախր ժողովրդին պարտադրանքով չես կարա բերես, ասես դու ինչի չես իմ հետ։ Ժողովուրդը տեսել է իրանց այդ կառավարման տարիները։ Ախր ոչ հեռու անցյալում ա եղել է։ Տեսել այդ ամեն ինչը ու հիմա ասենք ժողովուրդը այդ իրանց չի միանում։ Ինչ եք ուզում։ Ես չգիտեմ, իրանք պետք է մի հատ հաշիվ տանել, իրանք հայ են, պետականամետ են, հայամետ են, չգիտեմ, իրանք համար Հայաստանի Հանրապետության
ինքնիշխանությունը, պետությունը արժեք ունի թե չունի։ Այսօր Ռոբերտ Քոչարյանը շատ բարձ այդ ամենի մասին ներկոն այդ տեսակյունից շատ անկեղծ է ինքը։ Բամենացածը, թողնացածն էլ այդ հարցերին շատ մեկ պատասխան է։ Ժողովուրդը իրանք ախր այն ոնց որ իրանք sense սպառում են իրանք, թող լա Քոչարյանի ժամանակ թող դրա մի տոկոսը անեն, տեսնանք իրանք այդ ինչ կլիներ։ Հետո խոսքը ինչ 37 թիվ, այդ որտեղ են պադիեսներում սպանում իրանք, որտեղ են վերջերս հոկտեմբերի 27-ի տարելիցներ 3 ու ինչ ասենք այդ հոկտեմբերի 27 տեսած ժողովուրդը ու հանկարծ պետք է համեմատի ասենք ինչ 37 թիվ Ինչ էր հոկտեմբերի 27-ը, միայն բարձրաստիճան պաշտոնյաների սպանություն, պետության գլխատուն, թե պետականության, այսպես ասեմ, ընթացքը շեղելու ոչրագործություն։ Հոկտեմբերի 27-ը դա Հայաստանի Հանրապետության անկախության դեմ էր այդ գրակոչը։ Հայաստանի Հանրապետության անկախության դեմ էր, պետության դեմ էր, Դիտվինենկոն, ուրեմն KGB իրենց աշխատողը իր մահից օրեր առաջ խոստովանեց, որ սա հատուկ գործողություն էր, բարեկամական երկիր Հայաստանի նկատմամբ հատուկ գործողություն էր եւ միջև օրս չի բացահայտվել հոկտեմբերի 27-ը, ես հեռու եմ այն մտքից, որ այդ մի խումբ ռոմանտիկների ինչ որ գործ էր, ոչ, սրա հետևեկային ուժ էր։ Ես շատ այսպես ամենայն պատասխանատվությամբ համոզմունք կարամ արտահայտեմ, որ սա ուղղորդված էր Կրեմլի կողմից։ Հակառակ դեպքում, եթե Կրեմլը չէր, Ռուսաստանը հիմա կթմկահարեր կասեր, այ տեսեք, Միացյալ Նահանգները ձեր գլխին ինչ սարքեցին եւ այլ, հա, եթե կամ ասենք վերջը չկա նման բան, հստակ մանավանդ երբ որ Վազգեն Սարգսյանը գնաց Միացյալ Նահանգներ եւ նրան ցուցակ էին տվել, ովքեր են ձեր կոռուպցիոներները եւ ինչ գումարների, ինչ բան, ինչա կատարում ձեր երկրում, գնացեք այդ կոռուպցիայի եւ բանի հարցերը լուծեք եւ այլն։ Վազգեն Սարգսյանը եկել էր ու նա շատ այսպես ուրեմն վերջը նա հույս ուներ որ կմաքրի երկիր կդարձնեն եւ այլն եւ հենց այստեղ ուրեմն տեղի ունեցավ այն ինչը որ շատ հետ գցեց մեզ, շատ հետ գցեց։ Միջև օրս մենք զգում ենք այդ հոկտեմբերի 27-ի այդ ոչրագործության հետևանքները, այո, մենք զգում ենք դա։ Պարոն Բոյախչյան, ինչ կարծիք ունեք խաղաղության մասին։ Օգոստոսի 8-ից հետո իշխանությունը հայտարարում է, որ արդեն խաղաղություն է։ Մենք տեսնում ենք, որ այս օգոստոսի 8-ից հետո որոշակի դրական նաև քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես ճանապարհներն են փորձում ապաշրջափակվեն, բացվել, Ադրբեջանն արդեն հայտարարել է այդ մասին, Հայաստանում նույնպես հայտարարել են, բայց ընդդիմությունը նորից շարունակում է պնդել, որ սա Հայաստանի կողմից միակողմանի զիջում էր այդ փաստաթուղթը, ընդհանրապես խաղաղություն չկա եւ չի կարող լինել այս իշխանությանը օրոք։ Ընդդիմությունը այսինքն ինչ անես ինքը միշտ հակառակ կապ չունի, լավ բան, վատ բան է, ինքը դի հակառակվի, էլի։ Նո սա ես դժվարանում եմ ախր, սրանք ընդդիմություն չեն։ Սրանք չգիտեմ ինչ են, սրանք մեր պետության թշնամիներ լինեն, մեր պետության թշնամիներ լինեն։ Այն կառուցողական ընդդիմությունը, այն ընդդիմությունը, որը որ ժողովրդավար կլինի, ժողովրդավար արժեքներ կհետապնդի, այս տենց ընդդիմություն եմ ուզում, ժողովրդավարական արժեքներ ունեցող ընդդիմություն կա իշխան խորհրդարան եւ իշխանություն կան ինչ ա եղել։ Ես հələ չեմ տեսնում, այսինքն այս ընդդիմությունը ինչը որ մենք ունենք, հա, իրանք լրիվ ուրիշ բևեռից են, ուրիշ ուրեմն
Վերջը Ռուսաստանի Հյուսիսային բևեռ։ Հյուսիսային, այո, անունները իրենց անունով կոչենք, այո, հյուսիսային բևեռից են։ Ինչը վերաբերում է խաղաղությանը, խաղաղություն ուզում ենք բոլորս, չեմ կարծում, որ խաղաղության դեմ որից է մեկը բանի, բայց ընդդիմությունը ինչ ասում ենք արժանապատիվ խաղաղություն ենք ուզում, հա, այսինքն ինչ նշանակում արժանապատիվ խաղաղություն։ Ինչ ես անել, գնաս նորից կռվես, պատերազմ անես, այդ պատերազմ հաղթես, նոր ասես ես արժանապատիվ խաղաղություն եմ բերել։ Ինչա դա։ Դա արժանապատիվ խաղաղություն։ Ես կուզենամ այդ իրանք այդ հարցին մի հատ պարզաբան են, ինչա նշանակում արժանապատիվ խաղաղություն։ Կա խաղաղություն, ուրեմն Միացյալ Նահանգները որպես, հա, ինքը որպես դիտորդ, որպես, չգիտեմ, կոորդինատոր, գուցե եւ այդ ամեն ինչում ինքը շատ մեծ շահում ունի շահագրգռվածություն Միացյալ Նահանգների վերջի ճանապարհները պիտի բացվեն եւ կոմունիկացիաները եւ այլն։ Ում պետք չէ խաղաղությունը նրան, ով որ ուզում է այս տարածքում իր ազդեցության գոտին պահի։ Այսինքն նրան պետք է մեծ փոքր կոնֆլիկտներ, Ղարաբաղը լինի կռվախնձոր, եթե Ղարաբաղը ջուրմեցյունիքը լինի ինչ որտեղ, չգիտեմ, այսինքն մի հատ ինչ որ վերջը, այսինքն խաղաղությունը պետք չի միայն Ռուսաստանին, այս տարածքում, որը ինքը շատ լավ, այսպես ասում են նոյեմբերի 9-ի պայմանագրով, ասում է, այդ տարածքները պիտի վերջի ճանապարհը պետքա բացվեր, եթե այնտեղ լինի, ասում է, հսկեր ճանապարհը։ Նոյեմբերի 9-ը ոչ մի պայմանագիր չկա, կետերը չպահպանվել այդ նոյեմբերի 9-ի։ Հա, հղում անելա նույնիսկ անիմաստան, որտեղ Ղարաբաղը, Արցախը դատարկվել է, հայաթափվել է, վերջը էթնիկ զտման է բան արել, էլ ինչ։ Հիմա ունենք օգոստոսի 8-ի, այո, պայմանագիրը, ու տեսնում ենք, որ երկրները, կողմերը, այսպես քայլ առ քայլ ինչ որ բան են անում, գնում են դրան։ Մի Ալիևը հասկացել է լավ, որ ասենք խաղաղություն չլինի, ինչ է լինելու, մի որոշ ժամանակ հետո Ղարաբաղը նորից ձեռքից առնելու են, հա։ Եկեք այդ տրամաբանական է, էլի որ կարող մի որոշ ժամանակ հետո Ղարաբաղն էլ Ղարաբաղից ավելի մեծ տարածք իր ձեռքից վերցվի։ Հետո որ խելոք բայ էլի կտան։ Խելոք չպայելի հետ կվեցնել։ Վերջ։ Այդ արյունոտ ուրեմն ժամանակաշրջանի վերջը եկել է, վերջ։ Ապրեք միասին, ճիշտ է, կա թշնամություն երկրների մտածողության այդ մեջ լավ ժամանակա պետք էլի կա այդ թշնամությունը այդքան մարդիկ են զոհվել թե իրանց կողմից թե մեր կողմից լավ այս ամեն ինչը մի հատ ավարտվի թե չէ մարդիկ պիտի զբաղվեն ավելի այսպես այնպեսի մի հատ մտնոլորտ ստեղծի որ առևտուր անելը ավելի շահավեծնի քան թե պատերազմ անելը Եթե մենք խելացի ազգ ենք, մենք լիքը բան ունենք առաջարկելու աշխարհին։ Ստեղծագործ միտք ունենք։ Գիտելիքով, գիտնականներ ունենք, բան ունենք, վերջը իրանք պետք է այդ ամեն ինչը մենք հայ ազգը խելացի ենք, մեզ համար հնարավորություն է տրվել, որ մենք կարողանանք ինչ-որ բան առաջարկենք։ Ճանապարհները թող բացվի, մարդկանց համար շահեկան լինի առևտուր անելու, տնտեսություն զարգացնելու, բարեկամություն անելու, վերջ լավ է թշնամությունը ում է պետք։ Երկու հարևանն, այդ երկու հարևանի ում է ձեռ տալի կռվածնելը, երրորդ ինչ-որ մի հատ ուժի։ Դուք կռվեք երկուսդ էլ այսպես ուժերը թող պակասի, ես կգամ կիշխեմ որպես փրկիչ։ Կփրկեմ ձեզ։ Փրկեմ։ Այդ փրկիչների պակաս չունենք էլի։ Շնորհակալություն։ Սա օրվա թեման էր զրուցակիցս նկարիչ Արմեն Թորոսի Բոյախչյանն էր, կհանդիպենք առայժմ։